Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Վերջին օրերին նորից ակտիվացավ Ղարաբաղյան թեման, չնայած իշխանությունը հայտարարում է, որ այն այլևս փակ է, Ղարաբաղյան շարժում այլևս չկա, սակայն Հայաստանում են անձինք, ում ընդունված է համարել Ղարաբաղի նախկին ղեկավարություն եւ նրանք համարում են հակառակը, ինչ որ դեմարշներով են հանդես գալիս, երեք էլ քննչական կոմիտեն էր Ղարաբաղի ներկայացուցչության նախկին ներկայացուցչության շենքում քննչական աշխատանքներ կատարում, ինչը նույնպես հարցեր եւ էմոցիաներ առաջացրեց։ Այս ամենն էլ ավելի ակտիվացավ, երբ վարչապետը Գերմանիա կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ հանդիպելիս խոսեց այն մասին, որ գուցե մենք ադրբեջանցիների հետ փորձենք հասնել պայմանավորվածության, որ երկուստեք փակենք այդ զգայուն թեմաները, իրենք արևմտյան Ադրբեջանից չխոսեն, դե մենք էլ այս հարցերով չխոսենք եւ իրար չնյարդայնացնենք։ Մինչդեռ այս ամենը ընկալելի կլիներ, եթե մի հանգամանք չլիներ այստեղ, այն է Ադրբեջանը ողջ իր հետխորհրդային պատմության ընթացքում նպատակ էր հռչակել վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։ Հիմա վերականգնումը տեղի ունեցավ եւ Ալիևի ընտանեկան դիկտատուրան այսօր նոր գաղափարախոսության կարիք ունի։ Որն է այդ գաղափարախոսությունը, սրա պատասխանը Ադրբեջանում էլ չկա։ Եվ արևմտյան Ադրբեջանի գաղափարը, որը այնտեղ պետական մակարդակով է խրախուսվում, հարցեր է առաջացնում, թե ինչի համար։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, մեր հյուրն է Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը։ Բարև ձեզ, պարոն Աթանեսյան, ուրախ եմ ձեզ նորից տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Աթանեսյան, նախ սկսենք վարչապետի հայտարարությունից, որ Գերմանիայում նա ասաց այն մասին, որ գուցե Ադրբեջանի հետ մենք պայմանավորվենք երկուստեք այդ իրար նյարդայնացնող այդ նարատիվներն այլևս չգործածենք կամ ասենք գաղափարներ, որոնք կատարում են այդ նարատիվի դերը կամ հարվածային նարատիվի դերը, հա։ Եվ դա հարցեր առաջացրեց, թե ոնց կլինի, բա մեկ, բա մյուս, նաև Արցախի նախկին ղեկավարության առանձին ներկայացուցիչներ կամ նրանց մոտ կանգնած շրջանակի ներկայացուցիչներ հանդես եկան հակառակ այսպես դիրքորոշմամբ, դե երեք էլ նախկին ներկայացուցչության շենքում շոր քննչական գործողություններ էին տեղի ունենում։ Համեցեք։ Նախ ասեմ, որ քննչական կոմիտեն պետք է կորեկտ լինի եւ իր գործողությունների համար քաղաքական շահարկումների առիթներ չստեղծի։ Որքանով հասկացվում է քննչական գործողությունները կամ կատարվում են մի քրեական գործի վարույթի շրջանակներում, որը հարուցվել է 2025 թվականի հունիսին։ Այսինքն այդ գործողությունները կարող են կատարվել 2025 թվականի օգոստոսին, սեպտեմբերին, հոկտեմբերին, ոչ թե դեկտեմբերի 11-ին կամ 12-ին, այն բանից հետո, երբ նույն շենքում Ղարաբաղյան հարցով
այսպես ասած լսումներ են կազմակերպել, բնական է։ Առաջին արձագանքը այն է, որ քաղաքական հետապնդում է իրականացնում քննչական կոմիտեն։ Ես ուղղակի տարակուսում եմ, թե ինչու հատկապես այդ օրն է իրականացվել քննչական գործողությունը, ոչ ավելի վաղ կամ ոչ ավելի ուշ 2026 թվականի հունվարին կարող էին այդ քննչական գործողությունները իրականացնել։ Դա առաջին հերթին։ Երկրորդ, ինչ վերաբերում է Ղարաբաղյան հարցը փակելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, այդ թեման կարող է փակ լինել Հայաստանի իշխանության համար։ Բայց արդյոք այդ թեման Ադրբեջանի համար փակ է։ Եկեք հարցնենք։ Արդյոք Ադրբեջանը փակել է Ղարաբաղի թեման, առաջին։ Եթե Ադրբեջանը փակել է Ղարաբաղի թեման, համարում է, որ հարցը լուծված է, ապա ինչու է այդքան ներթային արձագանքում Հայաստան Եվրամիություն ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթին, որտեղ ընդհանրապես արձանագրված է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչությունը տեղահանվել է եւ գտնվում է Հայաստանում ու կողմերը 120,000 մարդու սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու ուղղությամբ ջանքեր են գործադրել։ Ինչու՞։ Ադրբեջանի արտգործնախարարության այդ մեկնաբանությունը, որ ես կարծում եմ պատահական չէ, հենց որ այդ մեկնաբանությունը արվեց դեկտեմբերի 10-ի նախօրյակին, այսինքն Բաքվում էլ գիտեմ, որ դեկտեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղում 1991 թվականի հանրաքվեի 2006 թվականի սահմանադրության ընդունման օրն է։ Եվ իրենք էլ կարծես նպաստում են, որպեսզի Հայաստանում այդ դիսկուրսը անընդհատ պահպանվի եւ ինչու՞ չէ, նաեւ Ադրբեջանում այդ դիսկուրսը պահպանվի, որտեղ ինչ է նշանակում Եվրամիությանը մեղադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության մեջ միայն այն բանի համար, որ Հայաստանի հետ համաձայնագրում խոսում է Լեռնային Ղարաբաղից բռնատեղանված բնակչության կարիքները հոգալու մասին։ Հայաստանում կարող է փակել այդ թեման, Հայաստանի իշխանությունն այսօր կարող է փակել այդ թեման, բայց արդյոք Ադրբեջանը փակում է այդ թեման։ Երկրորդ, մենք պետք է նկատի ունենանք, որ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեման դա Իլհամ Ալիևի երևակայությունը չէ, նրա հայտնագործությունը չէ։ Այդ գաղափարը ամրագրված է Ադրբեջանի այսօր գործող սահմանադրությամբ։ Այդ սահմանադրության իմաստով Կովկասում, Հարավային Կովկասում, տարածաշրջանում Հայաստան պետություն գոյություն չունի։ Քանի անգամ կարելի է նույն ճշմարտությունը բարձրաձայնել։ Հանում են սահմանադրությունից այդ ձևակերպումը։ 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանը ընդունել է պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտ։ Այդ ակտում սևով սպիտակին գրված է, որ 1806-1828 թվականի պատերազմի արդյունքում Ռուսաստանը օկուպացրել է Ադրբեջանը։ Այսինքն այն ինչ որ ամրագրված է Թուրքմենչայի պայմանագրով 1828 թվականին, Ադրբեջանում համարում են որպես Ադրբեջանի օկուպացիա։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանն է անցել Երևանի եւ Նախիջևանի խանությունը։ Հիմա Երևանի խանության տարածքը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք է։ Այո։ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությամբ դա Ադրբեջան է։ Եվ այդ խոսույթը չի փոխվելու։ Անկախ այն բանից մենք Ղարաբաղի մասին խոսում ենք, չենք խոսում, մենք Բաքվից բռնատեղանված 300,000 հայերի թեման բարձրացնում ենք, չենք բարձրացնում։ Ադրբեջանում այդ խոսույթը չի փոխվելու, մինչև սահմանադրական փոփոխություն չկատարվի։ Մինչև չհանվի պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտի այդ ձևակերպումը։ Սրանում է հարցը։ Հիմա ես խոսեմ Ղարաբաղի մասին, չխոսեմ, Ադրբեջանը խոսում եւ խոսելու է։ Ես խոսեմ, չխոսեմ Բաքվից տեղահանված 300,000 հայության մասին, Ադրբեջանը պնդելու է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան։ Խնդիրը նուրբ է, զգայուն է, նաև այն առումով, որ նախաստորագրված պայմանագրում նման դրույթ գոյություն չունի։ Այո։ Փախստականները համարվում է, որ փակված է։
Այո։ Եվ եթե շարունակում է Ադրբեջանը այդ հարցը հարուցել, բորբոքել, նշանակում է, որ նա գործում է նախաստորագրված պայմանագրի դրույթները Այո։ վերանայելու կամ չեղարկելու կամ չգիտեմ, ընդհանրապես պայմանագրից հրաժարվելու ուղղությամբ։ Սա պետք է անհանգստացնի առաջին հերթին։ Ոչ թե այն, որ ասենք Ստեփանակերտում Երևանում ինչ որ մեկը խոսում է Արցախ վերադառնալու իրավունքի մասին։ Արցախ վերադառնալու Լեռնային Ղարաբաղի հարցը հիշեցնել չհիշեցնելու իրավասությունը վերապահված է բռնատեղահանված բնակչությանը, ինչպես կորոշի այդ բնակչությունը։ Եվ այստեղ ես մի արձանագրում եմ կատարել։ Այն մարդիկ, ովքեր այսօր խոսում են բռնատեղահանված բնակչության անունից, նման մանդատ չունեն։ Նրանց մանդատը 2025 թվականի մայիսին սպառվել է։ Այսինքն 2020 թվականին նրանց ընտրվել են ազգային ժողովի պատգամավոր, 2025 թվականին իրենց լիազորությունները սպառվել։ Այդ լիազորությունները սպառելու նախօրեին ինչու նրանք չեն մտածել նոր ինստիտուտ ստեղծելու մասին։ Հարցերի հարցը սա է։ Նրանք իրոք պաշտպանում են վերադարձի իրավունքը կամ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը, թե զբաղված են քաղաքական դեմագոգիայով։ Ես կարծում եմ զբաղված են քաղաքական դեմագոգիայով, որտեղ նման հարցերի շուրջ ոչ թե առիթից առիթ են խոսում, այլ հետևողական քաղաքականություն են տանում։ Օրինակ ինչու այդ իշխանությունը, Արցախի իշխանությունը չարձագանքեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այդ մեկնաբանությանը։ Այդ պարզ հստակ ձևակերպված է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչներին կամ ներկայացուցիչներին ներկայացրել է ինտեգրման ծրագիր, որից նրանք հրաժարվել են։ Հիմա ես ուզում եմ այս հարցի պատասխանը ունենալ։ Եղել է նման առաջարկություն։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ ռուսական զորախմբի հրամանատարության նստավայրում եւ Եվլախում 2023 թվականի սեպտեմբերին ներկայացվել է ինտեգրման ծրագիր։ Հիմա եղել է այդ ծրագիրը։ Ադրբեջանը ինչ է առաջարկել, ով է մերժել, ում անունից է մերժել։ Այս հարցերի պատասխանը գոյություն չկա։ Ուստի այն ինչ որ ասում են այսօր Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչները, ես համարում եմ կրկնում եմ քաղաքական դեմագոգիա։ Եվ այդ դեմագոգիային պետք է վերջ տրվի։ Նրանք լիազորված չեն խոսելու Արցախից բռնատեղահանված մարդկանց անունից, որտեղ իրենց ստացած 2020 թվականին ստացած մանդատը սպառվել է։ Չեմ խոսում այն մասին, որ իրենք այդ մանդատը գործածել են ի վնաս Արցախի ժողովրդի։ Այո։ 2022 թվականի ապրիլի 14-ին մերժելով Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկը, նրանց զրկելով Արցախի անունից բանակցություններ վարելու Արցախի կարգավիճակի շուրջ, նրանք մսխել են այդ մանդատը եւ այդ մանդատը գործածել են ի վնաս Արցախի ժողովրդի, Արցախի հայ բնակչության եւ նաեւ նրանց պատասխանատվությամբ է տեղի ունեցել Արցախի բնակչության բռնատեղահանությունը։ Թող պատասխանատվությունից չփորձեն խուսափել կամ պատասխանատվությունը հիվանդ գլխից բարթել առողջի վրա։ Հիվանդը իրենց գլուխն է։ Իրենց գլուխն է, որ շրջափակված Ստեփանակերտում հրճակել են Սարդարապատի քաղաքականություն եւ այսօր հպարտանում են, որ պատվո ճակատամարտ են տվել։ Այո, պատվո ճակատամարտ են տվել 500 զոհի արյան գնով։ Եթե դա պատվո ճակատամարտ է, ապա թող իրենք էլ մասնակցեն այդ պատվո ճակատամարտին կամ իրենց զավակները մասնակցեն։ Պարոն Աթանասյան, այնպեսի տպավորություն է, որ Ադրբեջանը իր այսպես մտածված հայտարարություններով ձգտում է մշտապես Հայաստանում Ղարաբաղի թեման ակտիվ պահել, որ հետո դրանից օգտվի եւ իր կողմից ակտիվ պահի այսպես կոչված Ադրբեջանի արևմտյան Ադրբեջանի թեման,
ու այս խաղաղության հաստատման գործընթացը ասենց պերմանենտ թունավորման ռեժիմի մեջ դնելով։ Սա իմ տպավորությունն է, ես չեմ պնդում, ուղղակի ուզում եմ ձեր կարծիքը հարցնել կամ ձեր տպավորությունը կամ ձեր վերլուծությունը, որովհետև ես ռացիոնալ բացատրություն չեմ տեսնում, էլի, ասենք հենց հաղթողի տեսակետից, ասենք բզբզելու իմաստը ո՞րն է, էլի։ Համեցեք։ Ես զուտ անձնական Այո։ գնահատական կարող եմ տալ, ես կարծում եմ, որ Ալիի մտադրությունը այն է, որ սահմանազատում իրականացվի այսօրվա փաստացի շփման գծով։ Եվ այդ ադրբեջանցիների վերադարձի թեման եւ Ղարաբաղի հարցով Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները հող են նախապատրաստում պարզապես, որպեսզի սահմանազատման գործընթացում զորքերը Հայաստանի օկուպացված տարածքից դուրս չբերվեն։ Ալիևի այսօրվա խնդիրը այն է, որ այն ռազմավարական գիծը, որ Սյունիքում եւ Գեղարքունիքում ինքը ստեղծել է, չփլուզվի։ Այսինքն իշխող բարձունքները մնան ադրբեջանական վերահսկողության տակ։ Միակ ռացիոնալ շարժառիթը, որ Ալիևը կարող է այս պահին հետապնդել, ես կարծում եմ դա է։ Ինչի ցավոք դուք եք տալիս Հայաստանի քաղաքական ուժեր, ու Ստեփանակերտի այսպես քաղաքելիտայի որոշ ներկայացուցիչներ, եւ անընդհատ թեման բողոքում են այն իմաստով, որ պնդում կա, որ Հայաստան եւ Ադրբեջան չեն կարող երկու խաղաղություն հաստատել, այստեղ պետք է լինի միջազգային երաշխավոր։ Որ միջազգային երաշխավորը բնականաբար հասկանալի է, եւ այդ ուժերը անընդհատ պնդում են Ռուսաստանի դերակատարության։ Եվ ըստ էության առաջ է քաշվում կամ գեներացիոն է այն գաղափարը, որ ադրբեջանական սահմանի պետք է լինի միջազգային երաշխավոր։ Միջազգային երաշխավոր ասելով նկատի են ունենում Ռուսաստանը։ Սա չափազանց վտանգավոր միտում է, եթե նկատի ենք ունենում, որ իր հերթին Մոսկվան պնդում է խնդիրները 3+3 ձևաչափով քննարկելու եւ այդ ընթացքում համաձայնության գալու տարբերակը վերջերս է Ռուսաստանի փոխարգործնախարար Գալուզինը 2 օր գտնվել է Բաքվում եւ արտաքին գործերի նախարարությունում խորհրդակցություններից հետո նրան ընդունել է Ալիևի արտաքին քաղաքական հարցերով օգնական պետհաջի։ Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության այդ շրջանակներում քննարկվել է 3+3 ձևաչափի հանդիպումը Բաքվում կամ Երևանում անցկացնելու հարցը, ու այդ մասին նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն է խոսում։ Մի կողմից Վաշինգտոնյան համաձայնություններ, մյուս կողմից 3+3 ձևաչափի քննարկումներ, սա էլ իհարկե մտորումների տեղիք է տալիս, բայց ընդհանուր առմամբ, եթե մենք դիտարկենք, վերջին շրջանում Ալիևի վարքում դարձյալ փոփոխությունները նկատվում, պրո-ռուսական, որը ես կարծում եմ կապված է ուկրաինական կարգավորման այն ծրագրի հետ, որ առաջ է մղում Միացյալ Նահանգները։ Այսինքն Ալիևի հաշվարկային է, որ Թրամփ-Պուտին գործարք եթե Ուկրաինայում կայանա, ապա Թրամփ-Պուտին գործարք կայանալու է նաև Հարավային Կովկասում, ուստի ինքը մտադրված չէ Ռուսաստանի հետ սրել հարաբերությունները։ Սա պետք է կարծում եմ նկատի ունենանք։ Եվ պարոն Աթանասյան, Ադրբեջանը ոնց որ թե փնտրտուքի մեջ է, հա, իր նոր այսպես պետական գաղափարախոսության,
Դե իսկ այդ ընտանեկան դիկտատուրան, որը ըստ էության Բաքվում իշխում է 69 թվականից, իր գոյության իմաստն էլ է որոնում, հա, այս ամեն ինչու։ Հասկացանք, ողջ հետխորհրդային ընթացքում դա տարածքային ամբողջականության վերականգնումն էր, հիմա համարում են, որ վերականգնեցին, հաղթանակ, պարադներ են անում եւ այլ, բա հաջորդիվ ինչ անեն։ Ասենք միայն խողովակից նավթ ու գազ ծախելը գաղափարախոսություն չի։ Այլ բաներ էլ բերեն որպես գաղափարախոսություն, ընտանեկան իշխանությունը կսասանվի։ Բա ինչ անեն հիմա։ Ու այս Արևմտյան Ադրբեջանը, որ մեջտեղ են բերում, արդյոք սա մի այսպես երկարաժամկետ ազդեցության նարատիվ չի, որը կարող է հետո դառնալ ապագա գաղափարախոսության հիմք իրենց պետության համար, եւ էլի գալով իմ առաջի այն տպավորությանը եւ ենթադրությանը, ոնց որ սա գալիս է հիմնավորելու, եթե ես ճիշտ եմ իմ պատկերացման մեջ, որ թե ինչու է Ադրբեջանը այնուամենայնիվ sense փորձում ակտիվ պահել Ղարաբաղի թեման Հայաստան։ Համեցեք։ Ես ասացի, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավաքությունները ամրագրված է այդ երկրի ժամանակությամբ։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանում եթե իշխանափոխություն տեղի ունենա, հաջորդ իշխանությունը այդ թեման չի պնդել։ Ես ավելին ասեմ, իմ կարծիքով, իմ տպավորությամբ այդ եւ ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առումով Ալիևյան իշխանությունը գուցե ամենահարմարն է, որովհետեւ ընդդիմադիր դաշտը Ադրբեջանի, եթե նկատի ենք ունենում քաղաքական ընդդիմությունը, հենված է երկու կուսակցության՝ Մուսավաթի եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատի գաղափարախոսության վրա, իսկ Ադրբեջանի ժողովրդական ճակատը եւ Մուսավաթը միասնական Ադրբեջանի գաղափարախոսն են։ Այսինքն այն սահմաններում Ադրբեջանի վերականգնման ջատագով են, որ իրենք պատկերացնում են իրենց պատկերացմամբ 1828 թվականին անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Թավրիզ կենտրոն կամ Բաքու կենտրոն, իրանական ատրպատական Հայաստան եւ Թուրքիայի հետ ոչ թե Նախիջևանի միջանցքով կապ, այլ ուղղակի ֆիզիկական կապ, ասենք Հայաստանի չգոյության դեպքում։ Այո, ազգային գաղափարախոսություն է, իրենց մոտ դա ազգային գաղափարախոսություն է։ Այդ գաղափարախոսությունը եթե վերածվի դեմոկրատական շարժման, պատկերացրեք, որ ինչ կարող է տեղի ունենալ Ադրբեջանում։ Այսինքն Իլհամ Ալիևի բռնապետությունը մյուս կողմից զտվում է այդ ֆաշիստական գաղափարախոսությունը, թեև ինքը որոշ առումով այդ գաղափարախոսության կրողն է եւ այդ գաղափարախոսությունը օգտագործում է տարածաշրջանում առաջնորդություն ստեղծելու համար։ Պետք չէ կարող հերքել, շղթել, մերժել, որ պանթուրքիզմը գործում է նաեւ հարավային Կովկասում։ Եվ տեսեք, իրավիճակը այսօր որ վրաց ադրբեջանական հարաբերություններն են սրվել։ Այստեղ մաքսատուր, չգիտեմ, վարորդների նկատմամբ վրաց ոստիկանության բացասական վերաբերում, սրանք պատրվակներ են։ Ադրբեջանը ակնհայտորեն Վրաստանի հանդեպ ունի տարածքային պահանջներ։ Վրաստանի հարավը իրենք համարում են Բորչալու որպես վաղնջական թուրքական հող։ Եվ այնտեղ արդեն բնակչության ջախջախիչ մեծամասնությունը 90%-ից ավելին էթնիկ ադրբեջանցիներ են։ Այս հարցերը պետք է գլոբալ քննարկման ենթարկվեն, գլոբալ մասշտաբով։ Եվ այն ինչ որ այսօր օրինակ Միացյալ Նահանգները
իրականացնում է Մերձավոր Արևելքում, որոշակիորեն զսպելով Թուրքիային, պայմանավորված է նաև Ադրբեջանի հավակնություններով թուրքական աշխարհի ստեղծման գաղափարախոսամատը այսօր Աշխաբադում Թուրքմենստանը նշում է իր մշտական չեզոքության 30-րդ տարեդարձ։ Այնտեղ է Թուրքիայի նախագահ։ Թուրքիայի նախագահը ինչ հայտարարություն է անում։ Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ թուրքական աշխարհը պետք է արժանին մատուցի պաղեստինցիներին, հատուցի այն պարտքը, որ ունի պաղեստինցիների հանդեպ եւ թուրքական աշխարհը պետք է կենտրոնանա Պաղեստին պետության ստեղծման վրա։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է ունենալ Պաղեստին պետություն թուրքական պրոտեկտորատի տակ, այսինքն հակակշռել Իսրայելին Մերձավոր Արևելքում։ Փոփոխություն է տեղի ունեցել, ակնհայտորեն սա պետք է արձանագրել, փոփոխություն է տեղի ունեցել Իրանի քաղաքական վերնախավում։ Մասուդ Փեզեշքյանը էթնիկ ադրբեջանցի է։ Այո։ Ադրբեջաներեն է խոսում Ադրբեջանի նախագահի հետ։ Եվ հանդես է գալիս ներիրանական եղբայրության համերաշխության օգտին, որը չի բացառում թուրք-իրանական հարաբերությունների բարելավում եւ այսպիսի միտումներ արդեն նկատվում են։ Հիմա այս մեծ խաղի մեջ, այս մեծ խճանկարում Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ հայկական քաղաքական ինքնության պահպանման գործիքակազմը որն է, բաղադրիչները որոնք են, Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ, ինչու՞ չէ նաև այս հարցերը պետք է քննարկվեն Ռուսաստանի հետ, ռուս-հայկական հարաբերությունները ներբեռնման կարիք ունեն։ Հակառակ դեպքում ոչ ոք երաշխավոր չէ, որ 1-2 կամ 3-4 տասնամյակ հետո մենք կարող ենք հայտնել իրավիճակում, երբ մի օր կարողանանք այնպես, ինչպես մի 30 տարի առաջ ձևակերպել է Հրանտ Մաթևոսյանը, որ մեր հայրենիքը Թուրքիայում է։ Եվ ամփոփենք, պարոն Աթանասյան, ադրբեջանական, այսպես ասենք, պաշտոնական Բաքվի վերաբերմունքը այսպես մի զիգզագ նկարեց, երբ Բրյուսելում այդ ձեր վկայակոչած փաստաթուղթը Հայաստանը եւ Եվրամիությունը ստորագրեցին ռազմավարական նոր օրակարգը, Բաքուն հարկ համարեց այսպես պաշտոնական մեկնաբանությամբ, այդ մամլո հաղորդագրությամբ հանդես գալ, չգիտեմ, դժգոհել, համարել սպառնալիք խաղաղությանը եւ այլն եւ այդպես շարունակ։ Անցնումն հաշված օրեր Գերմանիայի հետ Հայաստանը ֆիքսում է հարաբերությունների նույն մակարդակը, Գերմանիան Եվրամիության թիվ 1 տնտեսությունն է, նաեւ ստանձնում է շատ հստակ հանձնառություններ կապված մեր եվրաինտեգրման հետ, այսինքն նաև Եվրամիությունում, հա, այս մեր ընթացքը խրախուսելուն եւ այդ միջազգային հարաբերությունների գերմանական խորհրդում վարչապետին հրավիրում են, այնտեղ ներկա է Ադրբեջանի դեսպանը, մենք չտեսանք ոչ մի դժգոհություն, ոչ մի դեմարշ, ոչ մի բան, դեռ մի բան էլ հայերեն բարի գալուստ։ Այսինքն դժգոհությունը վերջացավ, թե ոչ։ Եվ այս ինչ զիգզագ էր ինչի մասին։ Ձեր մեկնաբանությունը համեցեք։ Ես կարծում եմ Ադրբեջանի դեսպանը, որ երկրում էր Հայաստանի վարչապետին հարց ուղղելու հնարավորություն ունենա, բնականաբար չի արտահայտելու, չի կարող արտահայտել այն դիրքորոշումը, որ ունի պաշտոնական Բաքուն։ Այսինքն չէ հայտնի արտահայտություն կա, չէ լեզուն դիվանագետին տրված է, որպեսզի թաքցնի իր մտքերը։ Այո։ Ես չեմ կարծում, դա Ադրբեջանը փոխել է դիրքորոշումը կամ ողջունում է Հայաստանի վարչապետի Գերմանիա այցը։ Եկեք նկատի ունենանք, որ վարչապետ Փաշինյանի Գերմանիա այցից 2 օր առաջ կանցլեր Մերցը հեռախոսազրույց ունեցել Ադրբեջանի նախագահի։ Այո։ Ըստ էության իրազեկ է պահել, ես կարծում եմ
որ Գերմանիան Հայաստանի հետ նման համաձայնագիր է ստորագրում կամ հայտարարություն է ստորագրում, հարաբերությունները բարձրացում են ռազմավարական համագործակցության մակարդակի, որը ուղղված չէ Ադրբեջանի դեմ։ Բնականաբար այդ հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունից այս ենթադրությունն է, կամ այս եզրակացությունն է ծնվում, մանավանդ որ այնտեղ փոխադարձ այցի ինչ-որ հրավերներ են փոխանակել մեծ եւ ու ես չեմ կարծում թե Գերմանիայի կանցլերը շուտապույտ այդ կատարի Ադրբեջան մանավանդ որ նա վստահեցրեց որ երկու տարի Երևան գալու է այո Երևան է գալու խնդիրը ըստ երևույթին նրանում է թե արդյոք Ադրբեջանի նախագահը կմասնակցի Հայաստանում եվրոպական համայնքի խորհրդաժողովին Ադրբեջան պաշտոնապես նպատակահարմար չի գտել բայց եթե հանգամանքները դասավորվեն այնպես որ Ադրբեջանը ստիպված կլինի ապա ինչ մեսիջ է միջազգային հանրությունը հղելու Ադրբեջան այստեղ կարևոր հանգամանք է որ որքանով դիտարկում է որքանով հասկացում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության հաշվարկը կառուցված է նրա վրա որ Միացյալ Նահանգները Եվրոպային լքում են Եվրոպան դադարում է լինել ուժային կենտրոն Բայց շատ կարևոր է որ Միացյալ Նահանգների կոնգրեսը քվեարկել է մի ներկայացուցիչների պալատը քվեարկել է մի օրինագիծ ու փաստորեն Թրամփի թույլ չի տալիս լքելու Եվրոպան եթե նույնիսկ վարչակազմը նման ցանկություն ունենա հիմա այս իրողությունը ինչպես է գնահատվելու Ադրբեջանը Ադրբեջանը փորձելու է իր հարաբերությունները Եվրամիության հետ ներողություն գեներացնել թե պահպանելու է այն իրավիճակով որ ունի վարչապետ Փաշինյանի Գերմանիա այցին գրեթե համաժամանակյա Ալիև այցելեց Սլովակիա այո Սլովակիան հայտնի է Եվրամիության այն երկրների շարքում ու մի քանի երկրների շարքում Հունգարիայի հետ միասին այո որ Ուկրաինայի հարցում ռուսական դիրքորոշման այո դե ոչ աջակից ապա գոնե ըմբռնումով է վերաբերում այսպես ասած նույն հարաբերությունները Ալիև ունի Սերբիայի հետ այո Սերբիան թեև Եվրամիության անդամ չէ բայց ամեն դեպքում եվրոպական երկիր է բալկանյան երկիր է եւ նույնպես որոշակիորեն ռուսական դիրքորոշում Այսինքն Ալիև փոխելու է այս վերաբերմունքը թե շարունակելու է ինչով է դա պայմանավորված Ալիև այդտեղ սպասարկում է Ռուսաստանի շահերը թե ինչ շահերն է սպասարկում եւ ասեք հետաքրքիր իրավիճակ է այսօր Թուրքմենստանը նշում է չեզոքության մշտական չեզոքության 30-րդ տարեդարձը այո Այնտեղ են կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները, այնտեղ է Ռուսաստանի նախագահ, Թուրքիայի նախագահ, Իրանի Հայաստանի նախագահը եւս այո Ալիև բացակայում է Ալիև չկա Աշխաբադ է գործողվել վարչապետ Ադրբեջանի վարչապետը որ նոմինալ դեմք է որոշում ընդունել հարցերի քննարկման լիազորություն չունի ու ինչպես ասենք Հայաստանի նախագահ Եթե Հայաստանի վարչապետը լիներ Աշխաբադում սա բոլորովին այլ բնույթ եւ որակ կհաղորդեր այդ քննարկումների իսկ այնտեղ քննարկումներ լինելու են, ծավալվելու են ինչպես երկկողմ ձևաչափի, այնպես էլ ես կարծում եմ բազմակողմ ձևաչափի չորամտանգային տնտեսական կոմունիկացիոն համագործակցության հարցեր քննարկելու։ Մալիև դուրս է մնում կենտրոնական Ասիայից, թե ոչ։ Մեկ ամիս առաջ Ադրբեջանը բավական մեծ խանդավառությամբ տոնել է կենտրոնական Ասիայի ձևաչափին Ալիևի մասնակցությունը, համարելով, որ արդեն Ադրբեջանը եւ կենտրոնական Ասիա մեկ միասնական
ռեգիոն է։ Որում այդ Ադրբեջանի այդ դերը նրանք հասցեագրում են ամբողջ Հարավային Կովկաս։ Հիմա Հարավային Կովկասի 3 երկրներից Վրաստանի վարչապետը այնտեղ է, Այո, Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահ բացակայում։ այո։ Որն է Ադրբեջանի կողմնորոշումը կոնկրետ այդ իրավիճակում կրկնում եմ, որտեղ է նաեւ Թուրքիա, որտեղ է նաեւ Ռուսաստանը, Այո։ որտեղ է նաեւ Իրանը, իսկ այս 3 երկրները այդ ձևաչափի մասնակիցներ են, որի շրջանակներում Ռուսաստանը փորձում է կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերություն։ Այո։ Հələ մի կողմից մասնակցում են, մյուս կողմից խուսափում է այդ քննարկումը։ Սա լուրջ վերլուծությունների կարիք ունեցող խնդիր է ու պետք է ցավել, որ մեզանում Հայաստանում կամ էմոցիաներն են գերիշխում, կամ քաղաքագիտական վերագրումները, որ արդեն պետք է գնահատել որպես քաղաքական վերաբերմունք։ Շատ շնորհակալ եմ պարոն Աթանասյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումների համար եւ արժեքավոր եւ գնահատականների համար, որ ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին։ Մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Շնորհակալություն։ Մենք լսեցինք մեր գործընկեր Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանասյանին, լսեցինք իր դիտարկումները կապված Ղարաբաղյան թեմայի այս ակտիվացման հետ կապված որոշ հանգամանքների հետ, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական կուրսի տրամաբանության հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։